Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե նախաձեռնության խորհրդի անդամ, առողջապահության կազմակերպիչ Տիգրան Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Պարոն Խաչատրյան, այս իշխանության տարիներին շարունակաբար լսում ենք, որ առողջապահության համընդհանուր ապահովագրություն պետք է լինի, սակայն գործնականում չենք տեսնում որևէ գործողություն այս առումով։ Երբեմն բյուջեի մասին էին խոսում, որ պակաս է։ Ընդհանուր առմամբ, դուք ինչքանով եք իրատեսական համարվում այս ծրագրի իրականացումը առաջիկայում։ Շնորհակալություն հարցի համար։ Մի քանի օր առաջ անցյալ շաբաթ մենք տեսանք, որ Տիկին նախարարը դիմեց տեսաուղերձով Նյու Յորքից եւ բոլորին ուրախացրեց, որ հունվարի 1-ից 2026 թվականի պետք է ներդրվի պարտադիր բժշկական համապարփակ ապահովագրությունը, ուրախալի լուր էր, բայց եկեք նորից եմ կրկնում, այո, բժշկական ապահովագրությունը դա բնակչությանը բուժ սպասարկման ապահովելու մի ձևերից մեկն է, իհարկե ես դրա ջատագողներից եմ եղել, քանի որ ես եղել եմ առաջի անձնավորություններից, որ Հայաստանում ստեղծել են բժշկական ապահովական ընկերություն եւ նաեւ առաջի անձնավորություններից, որ ֆինանսների նախարարության կողմից անցել եմ հատուկ դասընթացներ եւ արտոնագրված եմ որպես ապահովագրական ընկերության տնօրեն, ուզում եմ դա ներկայացնեմ հանրությանը, որ հանրությունը չմտածի, որ ես դիլետանտի մակարդակով հարցազրույց եմ ունենում, ես տեղյակ եմ այն խնդիրներից, որը կարող է առաջանալ այն դեպքում եւ ոնց որ ուզում եմ մեր կառավարությունը ներդնել այս պարտադիր բժշկական ապահովության համակարգը։ Ասեմ, որ իրանք 2 տարի է աշխատում են այդ ուղղությամբ։ Մենք դիմել ենք քննարկումներ եղել, բազմիցս ասել ենք, որ այն ճանապարհը, որ իրանք ընտրել են, դա սխալ ճանապարհ է։ Եվ ասեմ, որ այս տարվա սկզբին եւ անցյալ տարի կառավարությունը ոնց որ հետաձգեց այս խնդիրը, հասկանալով, որ մեխանիզմը շատ սխալ է ներդրվում եւ արդյունքում մենք կունենանք, որ նորից ժողովրդի վրա կավելանա հարկային բեռը եւ արդյունքում ժողովուրդը չի ստանա այն ծառայությունը, այն որակը եւ նորից կլինեն մեծ դժգոհություններ, կստացվի, որ հավաքեցին նորից մեծ գումար ժողովրդից արդեն, ոչ թե բյուջեից հատկացումներից եւ բնականաբար այդ գումարի մեծ մասը կփոշիանա նորից կլինեն դժգոհություններ, քանի որ ապահովագրությունը դա այսինքն դա ժողովրդի վրա բեռ է լինելու լրացուցիչ, ինչը մարդկանց ըմբոստության առիթ է տալու, բայց որակյալ ոչինչ չեք ստանալու։ Միանշանակ բեռ են լինելու, քանի որ նախատեսված ծրագրով բնակչությունը պետք է վճարի բժշկական ապահովագրության համար եւ բնականաբար դրա դիմաց իրենց ասելով իրանք պատրաստել են որոշ ընդլայնված փաթեթներ, որը ես չեմ կարծում ինչ որ բանով պետ պատվերից է տարբերվում, ասեմ ինչու։ Գիտեք, բժշկական ապահովագրությունը ունի 100-120 տարվա փորձ սկսվել է Գերմանիայում եւ նա ունի իր օրենքները։ Այո, կա պետական, կա խառը պետական եւ մասնավոր, կա մասնավոր ապահովագրական համակարգեր։ Մենք պետք է մեր պետության համար ընտրենք այն համակարգը, որը համահունչ է մեր մտածելակերպին, մեր ժողովրդի մտածելակերպին եւ մեր առողջապահության համակարգի հնարավորություններին։ Ինչ է դա նշանակում այս։ Ես ձեզ ասեմ, ուրեմն բժշկական ապահովագրություն անելու համար դու պետք է գնահատես շուկան, այսինքն պետք է բժշկատնտեսագիտական չափորոշիչները լինի, ավելի բան բացատրեմ ժողովրդին, ասենք ունենք սրտամեկանի ինֆարկտ, հիվանդություն։ То есть այդտեղ հաշվարկվում է, թե այսօրվա գիտության մեր ժամանակակից գիտության առումով ինչ հետազոտություններ պետք է լինի, ինչ ծախսեր կա, ինչ աշխատավարձ, ինչ դեղորայք, ինչ միջամտություն, այդ չափորոշիչի հիման վրա գնահատվում է շուկայական արժեքը տվյալ հիվանդության եւ բոլոր հիվանդությունների։ Դա կոչվում են չափորոշիչ։ Դրանց հետ միասին մշակվում են հատուկ պրոտոկոլներ, գործելակերպեր, որոնցով պետք է աշխատեն բժիշկները եւ բուժհիմնարկները։ Դա արդեն իրարից ներառնում է X ֆինանսական գումար, ասենք սրտամկանինը վերցնենք 1 միլիոն դրամ, խոսքի օրինակ, կամ ասենք ուրիշ մի հիվանդությանը 500,000 դրամ։ Ըստ վիճակագրական տվյալների, ասենք հիվանդությունների դեպքերի, ակտուալական հաշվարկներ են արվում եւ ըստ դրա որոշվում է ապահովագրական վճարը։ Դրանից հետո արդեն մտածվում է, թե ինչ ռեալ գումար է պետք, որ իրագործել որակյալ բժշկական սպասարկում եւ բնակչություն
բնակչությանը։ Եվ ստեղ խնդիրը ինչու՞մն է առաջանում։ Իրանք առաջարկում են, ես մի քանի անգամ մենք քննարկումներ եղել ենք, ես չեմ տեսել եւ մենք չունենք այդ չափորոշիչները, քանի որ դրանք պետք է հաստատվեն կառավարության կողմից։ Դրանցով է հետո օբյեկտիվորեն թե ֆինանսական գնահատվելու, թե որակը բուժօգնության, թե այլ որակի խնդիրներ բժշկական առումով, թե սոցիալական առումով, թե արդյոք որակյալ բժշկօգնություն են ցուցաբերել, այսինքն արդյոք մարդը դիմել է սրտամկանի ինֆարկտով, իրան իրագործել են այն, ինչ որ պահանջում է չափորոշիչը եւ պրոտոկոլը։ Ես չեմ տեսել այդ հաշվարկները եւ իրանք օթից թվեր են վերցնում, ասում են մենք ինչ որ մեխանիզմերով, բայց եթե չկա այդ չափորոշիչները, խոսալ ինչ որ գներից, դա անիմաստ է։ Դա մենք ուղղակի, գիտեք, ցանկություն ենք իրագործում, ասում ենք մենք հաշվել ենք, որ այս հիվանդությունը այսքան արժի, այս հիվանդությունը այսքան կդնենք, այսքան մոտավոր հաշվարկներ, որոնք իրական ռեալություն չունեն։ Մենք չունենք, շատ քիչ հիվանդություններին ունենք չափորոշիչներ։ Ես մի քանի անգամ դա ասել եմ։ Դա ինչ վերաբերվում է այն բազային, որի վրա պետքա հիմնվի բժշկական ապահովագրությունը։ Անցնենք երկրորդը, ասենք իրանք ուզում են այսօր հիմնադրամ ստեղծել պետական, այդ փողերը նորից հավաքեն ժողովրդից, մի մասն է դե բյուջեից կգա, եւ նորից իրանք իրագործեն բժշկական օգնություն ու սպասարկումը։ Ասենք էլի նորից կստացվի, որ իրանք իրանց ուզած հիվանդանոցի հետ կկնքեն պայմանագիրը, չեն կնքի, այն հիվանդանոցները, որ պետական են, իրանք էլի նույն իրանց համ իրանք կոպիտ ասած ծառայություն վերցնողն են, համ վճարողն են, տես չի լինում, հասկանում եք, այդտեղ որակի լուրջ խնդիր է առաջանում, կոռուպցիոն մեծ ռիսկեր է առաջանում եւ երրորդը առաջանում է խնդիր, որ անարդյունավետ կծախսվեն նորից այդ գումարները, փոխիացվեն։ Եվ նորից մարդը կգնա հիվանդանոց, թեկուզ այդ պոլիսը թղթի կամ քարտը ձեռին կամ չգիտեմ էլեկտրոնային տարբերակով, էլի այդ մարդը չի հասկանում կոնկրետ ինչ կարող է ստանալ, ոնց կարող է ստանալ, եւ նորից կառաջանան նույն խնդիրները։ Հասկանում եք, այսօր գումար չկա, բարելավելու բժշկօգնության որակը, բնականաբար ուզում են ժողովրդից հավաքեն այդ գումարը, ճիշտ է, լավ, ապահովագրություն է, բայց պետք է լինի արդյունավետ։ Մենք կոնկրետ առաջարկում ենք, որ լինի խառը համակարգ, այսինքն պետությունը հավաքագրի գումարները եւ իջացնի տվյալ ապահովագրության պատվերը ապահովարական ընկերություններին, որոնք նաեւ շահագրգռված կլինեն Դուք ուզում եք ասեք պետությունը չանի, դա մասնավոր ընկերություն։ Այո, ոնց որ անում են ապահովագրական, անում միջկոտը մեքենաները բանել, ասենք որ լինի։ Հիմա կա որոշակի առումով մասնավոր ընկերություններին։ Որ քաղաքացին համ պաշտպանված լինի ապահովագրական ընկերության կողմից հիվանդանոցի հետ հարաբերություններում, համ պետության կողմից հարաբերությունները ապահովագրական ընկերության մեջ։ Բացատրեմ, то есть ինքը բողոքելու տեղ ունենա։ Հասկանում եք։ Հասցեատեր ունա, բողոք, այսինքն ապահովագրական ընկերությունը ստիպելու է բժշկական հիմնարկին, որ նա որակյալ բուժօգնություն ցուցաբերի, բնականաբար քաղաքացին դիմելու է իր ապահովագրականն, ասել է, գիտեք, դուք վճարել եք, բայց որակյալ բուժօգնություն չկա։ Եթե ապահովագրականը տերյանա, արդեն քաղաքացին կարա պետությանը բողոքի, պետությունն էլ մարմին կլինի այդ հիմնադրամը, որը կստիպի ապահովագրական ընկերությանը իրագործել իր վրա ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ո՞րն է պատճառը, որ իշխանությունը չի գնում այդ ճանապարհը։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում այդ պատճառը, ես ասեմ ձեզ, մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ, ես մեծ տենց հիմի տենց ցանկություն էլ չեն ունենա, դա շատ ծանր աշխատանք է, բայց իմ կարծիքով, իմ փորձից ելնելով, ես նաև եղել եմ գլխավոր բժիշկ մեծ բուժմիավորման, որտեղ կար պոլիկլինիկա եւ հիվանդանոց, իմ կարծիքն է, որ միանշանակ պետք է լինի խառը համակարգ, քանի որ մենք հիշում ենք, որ մենք ունեինք սոցփաթեթ մեր պետական աշխատողների համար եւ ասեմ ինքը շատ ավելի արդյունավետ էր աշխատում ապահովագրական ընկերությունների միջոցով, քան պետպատվերը։ Այդ փորձը կա։ Եվ այդ փորձը չօգտագործելը ես գտնում եմ շատ սխալ է։ Հասկանում եք, այստեղ ճկուն մեխանիզմ, ասենք հիմի մարզային հիվանդանոցները պատկանում են առողջապահության նախարարությանը, չէ՞, ասենք ինքը փողը հավաքելու է, ինքը բաշխելու է, ինքը որակը վերահսկելու է, ոնց կլինի տենց, չի կարող, այդ մեխանիզմը չի աշխատում։ Ամեն ինչ կենտրոնացվում է միայն առողջապահության նախարարության այսպես շրջանակում, ինչը նշանակում է, որ չի կարող մի մարմինը համ իրագործել, համ ինքն իրեն վերահսկել։ Այո, դա չի կարող եւ որակին չի։ Խնդիր առաջանում նաեւ ֆինանսների ճիշտ տեղաբաշխման եւ նաեւ հնարավոր կասկածների, թե ինչպես է ծախսվում։
նույն մեխանիզմն է ստացվում, մի քիչ կարող է գումարը ավելանա, մի քիչ փաթեթավոր են սիրում, բայց էլի նույն մասնավոր հիվանդանոցների հետ էլի պետք է պայմանագիր կնքեն, նույն եթե հիմա ուղակի մարդիկ գնում են ըստ ախտորոշման ֆիքսվում է իրանք պետ պատվեր են ստանում, այն վաղ ինչ-որ մի պոլիս կլինի, ասում են փաթեթավորումը մի քիչ ուրիշ կլինի, բայց իմաստը նույնը կլինի, հասկանում եք, եւ որակ չենք ստանա։ Ինչն է կարևոր, որ մեր ժողովուրդը բժշկական օգնությունը պետքա մատչելի չլինի, ինքը պետքա լինի հասանելի, ինքը շատ թանկ հաճույք է։ Այսօր չեմ ուզում մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, մեր ժողովուրդը ճռում է։ Բժիշկներն է դժգոհում են, քանի որ աշխատավարձը, հա, մենք ունենք լավ բժիշկներ, որոնք բարձր են ստացվում, բայց հիմնականում նայեք մեր ամբուլատոր ծառայությունը ինչ վիճակում է գտնվում։ Դա այն հենասյունն է մեր առողջապահության, որի վրա պետք է հիմնված լինի մեր ողջ առողջապահությունը։ Քանի որ դուք համակարգից տեղյակ եք, պարոն Խաչատրյան, միջազգային փորձ կա նման, որ պետությունն է ամբողջովին իրականացնում։ Այո, կան տենց փորձեր, օրինակ Մեծ Բրիտանիան առելի հերթեր են առաջանում, կա խառը Գերմանիան ավելի ցանկալի, ամերիկյան դա լրիվ կարելի ասել մասնավոր է, բայց այն տարբերակը, որը Հայաստանն է ուզում, այդ տարբերակով Մեծ Բրիտանիայում է միայն։ Նման է, լրիվ չեմ կարող։ Միայն չէ, շատ երկրներ կան, որոնք իրաց, բայց Մեծ Բրիտանիայում հենց փորձեք գնաք բժշկի, քանի ամսվա հերթեր առաջանում։ Հասկանում եք, շատ խնդիրներ կա, մենք պետք է նայենք մեր ազգի մտածելակերպը, մոտեցումը, բժշկի հետ հարաբերվելը, հիվանդանոցի հետ հարաբերվելը, հասկանում եք, ստեղ պետք է նաև գիտեք, այնպես տպավորություն է, որ մեր առողջապահության նախարարը հետա գնացել սովետական միություն, սա ռայոնական մարզային հիվանդանոցները կպցրել է իրար, չգիտեմ, ուզում ամեն ինչը վերահսկի, դա տենց չէ, ինքը պետք է զբաղվի ռազմավարության մշակելով, ինքը պետք է զգացի վերահսկողական որոշ խնդիրներով, հասկանում եք, այլ ոչ թե սաղ հավաքի իր տակ, ինչ է, դա մի հատ բուրգ է ստեղծվում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը հոյակապ կարող են աշխատել։ Ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրեմ, բայց կտեսնենք ինչեր կբացահայտվի։ Արդեն շատ մարդ բացահայտվեց, տեսնում ենք կովիդից հետո ինչքան քրեական գործեր է, չէ՞, բացահայտվել։ Իսկ տվյալ դեպքում ապահովարական ընկերությունը կոռուպցիոն ռիսկերը չի ունի, քանի որ ինքը սեփական է, ինքը չի ուզենա իր շահույթի հաշվին ինչ-որ խնդիրներ ստեղծի։ Հիվանդանոցին էլ մեկից կարող է առանց վախենալու, եթե չվճարեն իրեն, դիմել դատարան, այստեղ հիվանդանոցը կփորձի դիմել դատարան, առողջապահության նախարարությունը արտոնագրից կզրկի, կկրճատի, մենք գիտենք դա ոնց է արվում այսօր, հասկանում եք, то есть այդտեղ ես հասկանում եմ ինչ միտումներ կա, էլի փողը վերցնել իրենց ձեռի տակ, էլի բոլոր համակարգը վերահսկել ոչ ճիշտ ձևով, ես դա գտնում եմ շատ սխալ, եթե մենք ուզում ենք զարգանանք։ Եթե դուք ուզում եք ուրիշ համակարգ դրեք, անցեք մնացորդային ֆինանսավորման, որ եղել է սովետական միության ժամանակ, խնդրեմ բոլոր սեփական հիվանդանոցները դարձեք պետական, աշխատեք այդ ձևով, եթե դա ավելի մեխանիզմ է, բայց գիտեք կան շուկայական օրենքներ, որոնք պետք է համապատասխանենք մեր սոցիալական վիճակին, բժշկական որակին, պետք է համապատասխանեցնենք այդ ամեն ինչը, որ համակարգը սկսի արդյունավետ աշխատել։ Ամբողջ աշխարհում չկա իդեալական առողջապահական համակարգ։ Միշտ փողը չի երիկելու։ Դա հստակ է, որ երկիր ուզում եք վերցնեք, բայց արդյունավետության խնդիր կա, հասկանում եք։ Ստեղ կա խնդիր, որ մեր քաղաքացին որոշ չափով պաշտպանված լինի, իմանա, որ գումարը տվել, դա լուրջ գումարներ է լինելու։ Դուք չմտածեք, որ դա փոքր գումարներ է լինելու։ Եվ ինքը իմանա ումից կարող է պահանջ ներկայացնել։ Երբ որ ինքը ուղղակի պետությունից է պահանջ ներկայացնում, մենք գիտենք, որ դա արդյունավետ չի։ Ձեր խոսքից ես ճիշտ եմ հասկանում, որակի խնդիր ունենք մենք համակարգում, եթե գնանք այսպիսի ճանապարհով, ճիշտ գումարների տնտեսման եւ ճիշտ ծախսման հետ կապված կոռուպցիոն ռիսկեր։ Եվ այս ամենով հանդերձ իշխանությունը որոշել է հունվարի 1-ից այդ համակարգը ներդնել։ Մենք գիտենք, որ առաջիկայում ընտրություններ են։ Դուք կարծում եք, որ որոշակի հանրային համակրանք շահելու կամ ընտրությունների նախաշեմին ինչ որ մեծ քայլ անելու համար է նաև այս համակարգի ներդրումը հունվարի 1-ից սկսվելու։ Ես ասեմ չեմ բացառում, քանի որ գիտեք, մեր ժողովրդի մոտ ժողովուրդը քանի որ հոգնել է իր գրպանից վճարելու բուժօգնության համար։ Մենք շատ լավ գիտենք։ Այո, պետպատվերը որոշ չափով աշխատում է, բայց շատ դեպքերում մարդիկ ստիպված են թե դեղորայքի համար հավելավճար անել, թե համավճար վճարել, թե ուրիշ գումարներ վճարել,
ժողովուրդը այդ ամեն ինչից տեղյակ է, հասկանում եք, եւ ապահովագրության միտքը դա բոլորի մոտ շատ լավ միտք է։ Ես էլ եմ դա ջադագողը, բայց այսօրվա դրությամբ այդ միտքը կարելի է վարկաբեկել շատ շուտ եւ բնականաբար մյուս տարի ընտրություններ են, պետք է ցույց տան, օ մենք տեսեք նոր համակարգ ենք մտցնում, որ ժողովրդին հասանելի որակյալ բուժօգնություն մատուցել։ Այո, այդ ամեն ինչը անում ենք, բայց դրա տակ ինչ կա։ Այդ ինչի որ որոշվել էր, որ այդ սաղ պետքա վերամշակվի, իմ ինֆորմացիայով կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը դեմ էր կանգնե, քանի որ հասկացել էին, որ դա հավելյալ բեռա արդյունավետությունը շատ ցածր, բերելու է շատ մեծ դժգոհությունների, հասկանում եք, բնակչության կողմից։ Մեծ գումար է վճարվելու, ես բոլորը զգալու են դա իրենց բյուջեի վրա։ Հասկանում եք, եւ դրա դիմաց ինչ որ մի բան փաթեթավորել սիրուն այսօրվա պետպատվերը եւ ներկայացնել, որ դա ապահովագրություն է, դա ուղղակի ծիծաղելի է։ Ես ավելին ասեմ, ես այնպես չի որ մենք քննադատում ենք, օրինակ ես եւ մենք նաեւ ներկայացնում առողջության իրավունք ՀԿ-ն, պարզահայաքվե միավորումն էլ եւ մենք միշտ պատրաստ ենք, միշտ ասել ենք, խորհուրդ ենք տվել, ես ասել ենք չի ստացվելու ժողովուրդ ջան, ձեզ մոտ այսպես։ Այս ինչքան կա ասենք անկախ Հայաստանի Հանրապետությունը այդ օրվանից սկսած խոսք է գնում բժշկական ապահովագրության մասին։ Շատ պրոֆեսիոնալներ են եղել, բայց մտածել եմ, որ դա հապճեպ ներդնելով մենք ավելի վատ արդյունք կունենանք, քան այսօր է։ Սա է խնդիրը։ Պարոն Խաչատրյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ պոլիկլինիկաները եւս խնդիրներ ունեն եւ այս համակարգը եւս լավ զարգացած չէ, ինչպես խոստանում էր իշխանությունը։ Ինչ խնդիրներ եք տեսնում։ Իրենք բարբերաբար ներկայացնում են, որ վերանորոգվել են պոլիկլինիկաները, ծառայությունների որակը արդեն նախկինի պես չի։ Դուք ինչ խնդիրներ եք տեսնում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ ներկայացնում են, որ վերանորոգել են այդ պոլիկլինիկաները, դա հատուկենտ ինչ-որ մի պոլիկլինիկաներն են եւ խնդիրը մենակ վերանորոգելը չի։ Պոլիկլինիկաները դա մեր առողջապահության հենարանն են, դա այն ծառայություն է, մենք գիտենք, որ եթե դու կանխարգելում ես առաջնային ծառայություն։ Այո, եթե դու կանխարգելում ես, անում ես տարբեր ծրագրեր, հետագայում ծախսերը թե բնակչության, թե պետության վրա առողջապահության ծախսերը կտրուկ նվազում են։ Այսօր պոլիկլինիկական համակարգը ցավոք սրտի ես գտնում եմ շատ ծանր վիճակում է գտնվում, ավելին մարզերում որոշել են որոշ ամբուլատորիաներ կրճատեն, միացնեն իրար, դա խայտառակություն է, ուղղակի խայտառակություն է։ Ես գտնում եմ շատ լուրջ մի 10 տարվա ծրագիր պետքա գրվի եւ պոլիկլինիկական ծառայությունը պետքա ուժեղացվի ոչ թե միայն վերանորոգումով, այլ սարքավորումներով եւ ախտորոշիչ բոլոր ծառայություններով որակյալ։ Ես ես համոզված ասում եմ, եթե այդտեղ գումարներ ծախսվեն եւ նույն պոլիկլինիկանում դնեն նույն ասած տոմոգրաֆիայի ապարատները, MRT-ի շատ հզոր լաբորատորիաներ դնեն եւ ժողովրդի մեծ մասը կարողանա իրոք անվճար այդ ամեն ինչից օգտվելու, ես հավատացնում եմ, շատ բան կփոխվի, շատ բան։ Ես լինեի այսօրվա կառավարության տեղը, այս ապահովագրության տեղը, որ ուզում են շատ շուտ հապճեպներ դնել, ես մեծ ծրագիր կիրականացնեի պոլիկլինիկաների հետ կապված։ Հավատացեք, դրա էֆեկտը 6 ամիս, 1 տարի հետո կարող է շատ երևալ, շատ եւ բնակչության գոհանակությունը լինի եւ մարդիկ նորից եմ ասում հերթեր չկանգնեն, պետք է աշխատանքներ բարելավի։ Այդտեղի մասնագետներին պետք է շատ վերապատրաստելուց բացել, իրանք շատ աշխատում են, ես հարգում եմ պոլիկլինիկայի մասնագետներին, բայց աշխատավարձը էլի է պետք բարձրացնել, բուժքույրերի աշխատավարձը պետք է բարձրացնել։ Շատ լուրջ խնդիր է մեր համար այսօր պոլիկլինիկական ծառայության զարգացումը։ Ես գտնում եմ, որ պետք է մի հատ հայեցակարգ մի 5-10 տարվա գրվի, եւ եթե մենք դա ուժեղացնենք, դա էլ ուժեղացնենք, հավատացեք, իրավիճակը շատ կտրուկ կփոխվի մեր Հայաստանում առողջապահությունում։ Համակարգ առողջապահության բազմաշերտ ու շատ խնդիրներ կան, բայց մի թեմայի շուրջ զրուցենք, դեղերի, դեղորայքի հետ կապված, վերային այդ ամեն ինչը ներմուծում, այս խնդիրները շատ են։ Դուք դեղորայքի շուկայում ինչ լուրջ խնդիրներ կարող եք այս պահին ներկայացնել։ Ես ասեմ, որ այսօր շատ ցավալի վիճակ է տիրում, մի տվյալներ բերեմ, որ ասենք մեր Հայաստանում գրանցված է մոտ 2.500 դեղորայք, իսկ կողքի հանրապետությունը Վրաստանում 8.5-ից 8.800-ից ավել դեղորայք։ Դեն պատկերացրեցիք, չէ, դեղերի
քանակը, որոնք գրանցված են եւ կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում կամ ասենք տրվել հիվանդանոցների եւ ասենք միջոցով։ Ես խնդիրը շատ լուրջ եմ գտնում։ Գիտեք, շատ խոչընդոտներ կա եւ շատ երկարատև է տևում դեղերի գրանցումը։ Ես ասեմ ավելին, օրինակ նույն Վրաստանի Հանրապետությունում եվրոպական, Կանադայի, Ամերիկայի, Ճապոնիայի եւ Կորեայի դեղերի գրանցումը տևում է 1 ամիս։ 1 ամիս։ Մեր մոտ դա կարող է տևել տարի ու կես, ու գիտեք շատ խոչընդոտներ կան եւ ասեմ շատ մեծ եվրոպական ընկերություններ այսօր գնում են Հայաստանից եւ չեն վերագրանցում իրենց դեղորայքը, քանի որ մեր շուկան ծիծաղելի փոքր շուկա է իրենց համար, իսկ նույն Վրաստանի Հանրապետությունը ազատականացրել է, թեթևացրել է, հասկանում եք։ Մեր մոտ ինչ ասենք շատ հանգիստ գրանցվում են հնդկական, եգիպտական, բան չունեմ ասելու, բայց եկեք չհամեմատենք այդ դեղերի որակը այդ մյուս, քանի որ նրանք բոլորը ջեներիկներ են, հիմնականը գիտենք, դա եվրոպական, ամերիկյան արտադրության դեղեր են, որոնք այո, կարող է եւ նրանք մատչելի չեն, բայց նրանք էֆեկտիվ են եւ արդյունավետ են։ Եվ ես գտնում եմ այս խնդրին շատ լուրջ պետքա ուշադրություն դարձվի։ Եվ մյուս խնդիրը, ինչ վերաբերվում է էլեկտրոնային դեղատոմսերին, ժողովուրդ, լավ հասկացանք, ինչի համար կարային էլ գործնի, թղթայինն էլ գործի։ Ինչի եք դուք ծանրաբեռնում բժիշկին, այդ համակարգը կախվում է, մեր դեղատներին տուգանում եք, հասկանում եք, դա հարցի լուծում չի։ Խթանեք, ասենք, որոշ բոնուսային համակարգով բժիշկին, որ ինքը ավելի շատ էլեկտրոնային գրի, քան թե ասենք թղթային գրի։ Ինչ խնդիր կա դրանում, հասկանում եք։ Այսօր դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում եւ շատ անհարմարություն մեր բնակչության համար։ Ես գտնում եմ, որ շատ լուրջ պետք է կառավարությունը ուշադրություն դարձնի այս խնդրին եւ առաջինը հանի հարց, ինչի կողքի Հանրապետությունում 8000-ից ավել է գրանցված, նու մեր մոտ 3000 էլ չի անցնում։ Ինչն է պատճառը վերջապես։ Հասկանում եմ, որ մենք ունենք Եվրասիական միության առաջ պարտավորություններ, բայց նաեւ մենք ունենք ազգային մոտեցում այդ գրանցման։ Պետք է այս խնդիրը տարիներ շարունակ կա ու տարիներ շարունակ ձգվում է անհասկանալի պատճառներով։ Այո, շատ դժվար է այսօր, ես հասկանում եմ անվտանգություն, չգիտեմ, բայց լավ է, Վրաստանում 8000 դեղ են գրանցել, հələ մի հատ ես թունավորման դեղերից խնդիր չենք լսել տենց հայրանացված, ուզում եմ ասեմ հանրայնացված հականերեք։ Ես չենք լսել եւ սա խայտարակություն է, ինչ մատ ուշադրություն դարձրեք այս ամեն ինչին, հասկանում։ Դեղերի թանկությունը գնացեք նույն Վրաստանում այդ նույն դեղը առեք, թեկուզ որ ստե ծախվում է 20-30% էժան է։ Ինչի հաշվին է դա արվում։ Ես չեմ հասկանում, ուղղակի դա էլեմենտար բաներ են, որ կարելի է այդ հարցը մի քանի ամսվում բերել շատ նորմալ իրավիճակի։ Մեկ հարց տվեք, ուր են մեծ ընկերությունները, ինչի են թողել Հայաստանից գնացել։ Մարդկանց հետո իրանց դիստրիբյուտորների համար էլ դա խնդիր է, հասկանում եք։ Լուրջ խնդիրներ ունենք մենք այդ շուկայում եւ նաեւ նորից էս ապահովագրությունը, որ դու մտցնես, չունենաս որակյալ դեղորայք բուժօգնության, ո՞նց ես իրագործելու։ Ասենք մարդը նորից եմ ասում, չէ, նույն վերցնենք հակաբիոտիկը, խմի ջեներիկը, թե իսկականը, հավատացեք, բոլորն էլ դա զգացել են տարբերությունը։ Սա է խնդիրները եւ ես շատ կուզենայի, որ կառավարությունը շատ մեծ ուշադրություն սկսել այս ամեն ինչի վրա դարձնել։